Ինչու Հովիկ Աղազարյանն ավելի շուտ, մինչև իր դեմ հարուցված գործերը չէր հայտարարում ավտորիտարիզմի դեմ պայքարի մասին։ Պատգամավորը հարցը լսեց ու սկսեց երգել։ Ես ավելի շատ բան եմ արել ձեր շահերը պաշտպանելու իմաստով, հասարակ քաղաքացու շահերը պաշտպանելու իմաստով։ Ազգային ժողովում մի քանի պատգամավորների բարձրացրած հարցեր անպատասխան էր թողել դատախազը։ Այդ թվում նաև հարցը, թե օրինակ Աղազարյանը ինչու չի հարցաքննվել $23,000 կաշառքին վերաբերող երկրորդ գործով։ Գլխավոր դատախազը հայտնեց, թե կաշառք տալու գործով երկու մեղադրյալ կա։ Հովիկ Աղազարյանն ըստ դատախազի որևէ խնդրի հետ կապված չի հարցաքննվել։ Նորից պետք է հիշեցնեմ, որ մենք իրեն կարգավիճակով պիտի հարցաքննենք, որպեսզի կարողանանք երաշխիքներ տալ եւ որպեսզի այդ ապացույցը հետագայում չկորցնենք։ Եթե մենք անձին մեղադրանքի շուրջ հարցաքննենք վկայի կարգավիճակով, դատարանը ասել է, որ սա անթույլատրելի ապացույց է, դուք մարդուն վկայի կարգավիճակով կանչել եք, փաստացի հետապնդում եք։ Աղազարյանը հայտարարել էր, թե գործին վերաբերող $8,000 ոչ թե կաշառք է եղել, այլ փոխառություն։ Եթե տարվա ընթացքում փոխառությունները վերցրել, բոլորս պաշտոնատար անձինք ենք, այդ թվում պարոն Աղազարյանը։ Պարտավոր է հայտարարագրի 8,000-ը պարտավոր եք հայտարարագրել։ Շատ լավ, կգաք եւ կապը կհիմնավորեք։ Մենք ձեր ոչ մի իրավունքը երբեք, պարոն Աղազարյան, չենք սահմանափակել։ Երբ որ վկայի կարգավիճակով պարոն Աղազարյանը հարցաքննվում էր, կտրականապես ժխտում էր, որ ՍԱՏՄ պաշտոնատար անձի հետ երբևէ որևէ կոնտակտ է ունեցել։ Բայց օբյեկտիվ փաստական տվյալները ցույց տվեցին, որ հեռախոսազանգեր է ունեցել։ Դրա մասին երկու պատգամավորներն էլ բարձրաձայնեցին։ Իդեպ ըստ դատախազի, Սննդի անվտանգության տեսչական մարմնի անձը, որի հետ հեռախոսակապ է ունեցել Աղազարյանը, հայտնի է շատերին։ Նա ՍԱՏՄ-ում եղել է ժամանակավոր պաշտոնակատար։ Գլխավոր դատախազը ազգային ժողովին ներկայացրեց նաև պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը։ Երևանի նախկին քաղաքապետը մեղադրվում է 2 դպրոցի եւ 1 մանկապարտեզի տարածքները ապօրինաբար օտարելու եւ փողերի լվացման մեջ։ Գնահատելով քրեական վարույթով հավաքված ապացույցները, գլխավոր դատախազը արձանագրեց, որ կան բավարար փաստեր, որպեսզի պատգամավոր Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվի։ Հարցը հետևյալն է, օրինակ ինչու ավելի վաղ չեն հարուցվել այս վարույթները, ինչու ենք սպասել, որ վաղեմության ժամկետներն անցնեն։ Պարոն Վարդանյան, Վճռաբեկ դատարանի նախադեպային պրակտիկային ինձ լավ եք ծանոթ։ 2019 թվականին Վճռաբեկ դատարանը դեռևս չուներ նախադեպային որոշում, որտեղ ասում էր, որ բավարար է միայն արարքի օբյեկտիվ կողմի նկարագրությունը որպես պրեդիկատ նկարագրելու համար։ Ասում էր, դու պետք է ունենաս 4 հանցակազմով հաստատված վերջնական մեղք, նոր դրա հիման վրա կառուցես։ Տարոն Մարգարյանին անձեռմխելիությունից զրկելու հարցն է քննարկվում, սակայն պատգամավորը դահլիճում չէ։ Իդեպ չափազանց տարօրինակ եմ համարում, որ ընդդիմադիր երկու խմբակցությունները ներկա չեն։ Կարող են չէ գալ գոնե ասել սա Տարոն Մարգարյանի քաղաքական ակտիվ գործունեության դեմ է ուղղված, բայց նույնիսկ դա չեն ասում։ Հովիկ Աղազարյանին պատգամավորական իմունիտետից զրկելու քվեարկությանը մասնակցեց 67 պատգամավոր, կողմ քվեարկեց 65 պատգամավոր, դեմ 2-ը։ Տարոն Մարգարյանին զրկեցին 67 կողմ ձայներով։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։